Ամենալավ և ամենամանրակրկիտ վերլուծությունը միայն Phoenix Trading-ում։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Եկեք գտնենք արժույթներ, համ կկատարենք վերլուծություն, համ կաշխատենք գումար, համ էլ ես կկիսվեմ trading-ի հոգեբանության հետ կապված։ Եկեք գտնենք, հիմա օրինակ out CAD, out CHF, բայց եկեք նայենք տոկոսով, քանի որ հիմա իմ մոտ առավոտյան ժամ է և օրինակ out GPI, եկեք ուղղակի գտնենք out GPI, մենք արդեն հասել ենք այն ամենամինիմումին և պրինցիպի եկեք հլը ոչ այսքան գումարով իհարկե 5 րոպեով կատարում ենք գնում, անպայման վերջի պահին պետք է մի քիչ բարձրանար, չէ, լավ, մեր համար ընդհանրապես էական չէ, քանի որ մենք կարողանալու ենք աշխատել, հիմա կասեք, լավ, ինչու դու կատարեցիր գնում, հիմա իմ շատ ու շատ իր տիտորդները գիտեն, որ եթե թրենդը ներքև է, եթե մոմերը նորմալ մոմեր են, նայեք, չափսերը նորմալ է, չէ, կարմիր մոմերի, խնդրեմ, նորմալ մեծության չափսեր ունեն, հիմա կասեք ինչու դու կատարեցիր գնում, իսկ ես կասեմ հլը մի հատ ծավալներին նայեք, էլի, հլը եկեք նայենք ծավալներին, ինչ ա լինում, փոքրանում է, նայեք, հիմա ես նկարով ձեզ ցուցադրեմ, որ դուք հասկանաք, կա երկու պատճառ, ինչու ես կատարեցի այստեղ գնում, նախ առաջինը, մեր ծավալները կարմիր փոքրանում են, մեր կանաչ ծավալը, նախորդ այս մոմի ծավալը, նայեք, ավելի բարձր է, նայեք, քան այս երկու ծավալները, նույնիսկ այս երկու ծավալները, այսինքն ծավալը դա էներգիան է, և ես հասկանում եմ, որ հա, մեր վաճառողները ուժեղ են, հասել են, չգիտեմ, այստեղ, բայց էներգիան վсё, և բացի դրանից, ես տեսա, որ այդ պահին, այստեղ էր, նայեք, այստեղ էր, մեր կինը, մոտավորապես, պլյուս մինուս թող, ամենամինիմումն էլ նշեմ, նայեք, իսկ ինչ կա այստեղ, կա լավ հատված, լավ աջակցման հատված, մենք գիտենք, որ գնի ներքևում գտնվող հատվածը աջակցման հատվածն է, գնի վերևում գտնվող հատվածը դիմադրության հատվածն է, նայեք, մենք գիտենք, որ նայեք, այստեղ կա լավ հատված և ոչ միայն ես հատվածով որոշեցի, ես տեսա, որ ծավալները փոքրանում են, ես տեսա, որ հասել է արդեն իր մինիմումին, ներքևին, հատվածին, որտեղ որ մեր գնորդները կտան կռիվ վաճառողների հետ և ես տեսա, որ գնորդների էներգիան ավելի շատ է այս պահին և դրա համար ես եզրակացրեցի, որ կհաղթեն գնորդները, քանի որ եկել է պահը կռվի, հասել են հատվածի և տեսնում եմ, որ ծավալները մեր գնորդների ավելի շատ են, էլ ինչ ա մնում այստեղ մեզ, ինչ ա մնում, ասեք հլը, ինչ ա մեզ մնում, մնաց ընդամենը 2 րոպե 25 վայրկյան և մինչ կավարտվի մեր գործարքը եկեք խոսենք մի քիչ հոգեբանությունից, նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, ես երբ որ ասում եմ risk և money management, դա ուղղակի խոսքեր չեն, ես սիրում եմ անդադ կրկնեմ, հիմա մեկը կասի զզվցրեցիր, թողեցիր, անդադ risk money management, բայց դուք պետք է լսեք այդ կանոնը անընդհատ, որ ձեր ենթագիտակցության մեջ այն տպավորվի, հիմա նայեք, դուք կարող եք անկանոն trading կատարել, չգիտեմ, մի 10-20 անգամ ձեր բալանսը կորցնել և ասել, որ trading-ը իրական չէ, բայց կարող եք հիշել, որ այս մարդը անընդհատ ասում է risk և money management, 5%-ից ավել չկորցնել, աշխատում ես 5%, դուրս ես գալիս, կորցնում ես 5%, դուրս ես գալիս օրեկան, կորցնելուց հետո դուք հիշում եք, որ այս մարդը այդքան ասում էր, լավ, բերեք հլը 10 անգամ, 20 անգամ բալանս եմ կորցրել, բերեք մի անգամը պահեմ, դուք որ տեսնում եք ես սենց կարողանում եմ risk և money management օրենքը չպահել, դա ունի իր պատճառները, նախ առաջինը, եթե ես նույնիսկ այս ամբողջ գումարը կորցնեմ, ես արդեն ունեմ
trading-ում, այսպես ասած, ստրախովկա։ Արդեն ժամանակին ես ունեմ բացի դրանից ավելի շատ հավանական է, որ ես կկրկնապատկեմ, քան թե կկորցնեմ։ Դրա համար ես ռիսկի եմ դիմում ու ռիսկի եմ դիմում հիմնվելով նրա վրա, որ ես ունեմ փորձ։ Այսինքն ես հիմնվելով այդ փաստերի վրա ես կարողանում եմ risk եւ money management-ը որոշակի չափով խախտել, բայց ես գիտակցում եմ, որ եթե ես կորցնեմ իմ բալանսը, մեղավոր եմ ես, ոչ թե trading-ը։ Դուք կարող եք 100 հատ գործարք պլյուսով փակվել, մեկ անգամ սխալվել, չուզենալ համակերպվել այդ կորուստին եւ կորցնել այդ ձեր 100 հատ նախորդ աշխատածը, հələ մի բան էլ ձեր համալրածը։ Նայեք, տեղ վերլուծությունը միանշանակ աշխատում է։ Ես շատ անգամներ եմ ձեզ ցուցադրել։ 50-ից ավել վիդեո կա արդեն ալիքում։ Կարող եք ասել, որ չի աշխատում։ Եկեք ուրիշ արժույթ գտնենք, ԿԲՊ կապ չնայած 68% է, այդքան էլ իմ սրտով չի, ԿԲՊ կապ։ Այդքան էլ իմ սրտով չի, այս իմ նախորդ վերլուծությունն է, ուղղակի մնացել է, ես մոռանում եմ մաքրել, բայց եկեք հələ հասկանանք, էլի։ Նայեք, կարելի է ասել պատմությունը կրկնվում է, ծավալները քանի դեռ քիչ են, եկեք կատարենք քնում, էլի քնում եմ կատարում, նայեք։ Բայց ասեմ իմանաք, որ 100%-անոց կանոն չկա, օրինակ այստեղ, որ ես մինուս գնամ, լավ հատված ներկևում, որից ես կկատարեի քնում, չկա, իրոք չկա, նայեք։ Հիմա նույն պրինցիպով հա թրենդը ներկև է մեր այս հատվածից դիմադրության սկսվել է շարժում դեպի ներկև։ Մենք ունենք ներկևում լավ աջակցման հատվածներ։ Հիմա եթե սա կոտրվեց օրինակի համար, ուր է մյուս հատվածը, որից ես կկատարեմ գնում։ Եկեք հələ տեսնենք, կա հատված այ այստեղ, հատվածները ես նշում եմ մեր մոմերի ստվերների եւ մարմինների կանգ առած կետերով, սենց ասեմ, մեր մոմերի, մարմինների կանգ առած կետերը ավելի ուժեղ հատվածներ են, քան ստվերները։ Օրինակ, նայեք, այսա ես ստվերով նշեցի, չէ՞, բայց մարմիններով կանգ առած հատվածը ավելի լավ հատված է։ Հիմա նայեք, լավ հատվածը այ այստեղ ներքևում է գտնվում։ Հիմա ես կան սպասել, որ գինը հասնի այստեղ, մի քիչ ինձ թվում է կլինի ժամանակատար եւ անիմաստ։ Կարելի է տեղափոխվել ուրիշ արժույթի վրա եւ կատարել ուրիշ գործարք։ Հիմա իմ սկսնակների համար, բացի նրանից, որ ես անդադ ասում եմ risk եւ money management օրենք 5%-ից ավել չկորցնել, 5% աշխատում ես բավարարվի, պրոստը, նայեք, ուղղակի խնդիրը այն է, որ դուք ունեք քիչ բալանս։ Ասենք ձեր 5%-ը կարող է լինել $1-2, դրա համար չեք բավարարվում։ Հələ ունեցեք մի $1000, տեսնեմ 5%-ով չեք բավարարվի, կբավարարվեք, բա ինչ կանեք։ Այդ ուղղակի սենց ասած ձեր բալանսից է գալիս, իմ սիրելի դիտորդներ ջան։ Հիմա ինչ կփակվի գործարքը, եկեք։ Մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ որ կան շատ հետաքրքիր հղումներ։ Հիմա կասեմ ինչ հղումներ։ Մենք ունենք VIP ալիք, որտեղ որ կան այսպիսի ծրագրեր սկսնակների համար նախատեսված, իմ սիրելի դիտորդներ ջան։ Սեղմելով արժույթի անունը, ստանում եք հրահանգ, օրինակ կա CHF, մեզ ասում է սպասել, չկատարել trade, եւ սա շատ լավ է, քանի որ ստեղծված է սկսնակների համար, որպեսզի կատարեն գործարք միայն այն արժույթներում, որտեղ որ իրենց հաղթանակի հավանականությունը ավելի շատ է։ Ես մինիմալացրել եմ ձեր ռիսկերը, հասկացաք, Phoenix AI նույն տիպի ծրագիրը ուղղակի OTC-ի համար է նախատեսված, մի քիչ ավելի ժամանակատար է, բայց այնուամենայնիվ եկեք ռիսկերը ավելի քչացնենք։ Այս VIP ալիքում հայտնվելու եւ այս երկու ծրագրերը ստանալու համար պետք է կատարեք երկու փոքր պայման, անվճար է, բայց մինչ կասեմ այդ պայմանները, եկեք հասկանանք ինչ կա այստեղ։ Մենք ունենք արդյունքների ալիք, մեր դիտորդների արդյունքներն են։ Կարող եք մտնել եւ հետեւել այս արդյունքներին։ Նույնիսկ մեկնաբանություններ են գրում այս տիպի։ Մենք ունենք այս Phoenix արդյունքների bot-ը, նայեք, այս bot-ն է։ Կարող եք ձեր արդյունքը նույնպես ուղարկել։ Հիմա նայեք, մենք ունենք Phoenix Trading օգնություն ծրագիր սկսնակների համար։ Ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել, նայեք, կան այսպիսի մինիմալ ձեր խնդիրների
լուծումները։ Օգնական ծրագրերը, այս երկու օգնական ծրագրերի օգտագործման ձևը պրակտիկորեն ռեալ։ Հիմա ինչպես միանալ փակ ալիքին, այս VIP ալիքը եւ ինչպես ձեռք բերել այս երկու ծրագրերը։ Ամենաձեզ հետաքրքրող հարցը, եկեք հələ տեսնենք։ Ինչպես կանխիկ ասեմ, ինչպես միանալ փակ ալիքին։ Նայեք, գրանցվում եք Pocket Option կայքում մեր հղումով։ Կատարում եք $20 դեպոզիտ, դրել եմ այդ մինիմալ գումարը։ Այդ գումարով դուք չեք կարողանա աշխատել։ Այդ գումարը ուղղակի նրա համար է, որ դուք կարողանաք ստանալ պրակտիկ գիտելիքներ $1 Ընդամենը $1 եկեք բաց չթողնենք այս մեր գործարքի ավարտը եւ ես կշարունակեմ 5 4 3 2 1 եւ իհարկե մենք փակվում ենք պլյուս վերջ հիմա կասեք տեղ վերլուծությունը չի աշխատում մտածեք եւ կհասկանաք թե ինչը իրոք չի աշխատում Հիմա շարունակում ենք կատարում եք $20 համալրում ձեր հաշվին ձեր այդ նոր հաշվին որը որ դուք բացում եք այս հղումով նայեք Pocket Option-ի հղումը թե այստեղ է թե բաց ալիքում է թե վիդեոյի ներքևում է Դրանից հետո ձեր UI-ը սեղմելով այս ավատարկի վրա տեսնում եք ձեր UI-ը թվերով կարող եք ուղարկել այստեղ ահա Ուղարկում եք եթե դուք կատարել եք այս երկու պայմանները մեր admin-ը կստուգի եւ կտա ձեզ հղումը այս մեր VIP ալիք եւ առանց լիմիտի կարող եք օգտագործել այս երկու ծրագրերը։ Եվ մենք ունենք նաև մոդերատորների օգնություն։ Մոդերատորները սիրով կպատասխանեն ձեր ամեն տեխնիկական հարցերին։ Հիմա ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։